Համերգային գեղեցիկ ծրագիր, կրկեսային կենդանիների պղպջակների շոուներ, փրփուր փարթի, ծաղրածու մուլտհերոսներ, պաղպաղակի հյուրասիրություն եւ իհարկե փոքրիկների ամենաբարձր տրամադրություն։ Գավառի համայնքապետարանը այս ամենը կազմակերպել էր համայնքի փոքրիկների հունիս 1-յան օրն առավելագույնս հագեցած դարձնելու համար։ Գավառի համայնքապետարանը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեծ շուքով նշեց երեխաների պաշտպանության օրը, որն իր ձևով եւս մեկ անգամ ընդգծում է համայնքի հոգացությունն ու ուշադրությունը մեր փոքրիկների հանդեպ։ Սա եւս մեկ անգամ առիթ էր ապացուցելու, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրելու ապահով ու խաղաղ երկրում։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գավառում մեկնարկեց համայնքի մշակութային հաստատությունների սաների համերգային ծրագրով, որից հետո Երևանից հրավիրված կրկեսային շոուն ապահովեց նրանց մանկական հետաքրքրությունները։ Ծաղրածուն փոքրիկների հետ երգեց, պարեց եւ նրանց ներգրավեց խաղերի մեջ, իսկ կենդանիների եւ մուլտհերոսների բեմում հայտնվելը փոքրիկների ամենասպասված անակնկալներն էին։ Ես այսօր տեսա ամեն ինչ եւ պաղպաղակերը եւ կրկեսի մասնակցեցի եւ փրփուրների փարթի մասնակցեցի։ Երգեցի, պարեցի, մորոժնիկ էրա ու շատ ուրախացա։ Հունիս 1-յան միջոցառումը ներառում էր նաեւ զվարճություններով լի փրփուր շոուն, որը երեխաների ամենասիրելի ու սպասված զվարճանքներից մեկն էր։ Նրանք մանկական անկեղծ ուրախությամբ վայելեցին անակնկալը։ Շատ լավ անցավ, մեր երեխաներն ուրախացան, կազմակերպիչներից շատ շնորհակալ ենք։ Ամենաքաղցր անակնկալով ամփոփվեց տոնական միջոցառումը։ Թամարա ՍՊ-ի հիմնադիր Աշոտ Դովլաթյանի կողմից միջոցառման մասնակից բոլոր երեխաներին պաղպաղակ հյուրասիրվեց։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։